Okay, vlog-ի առաջին փորձն է, տեսնենք ինչ դուրս կգա։ Առավոտյան արդեն գնացել եմ սպորտի։ Ժամը 11 անցավ ու արել եմ իմ լանչը, այս ոլնա լինելու հնդկահավով և սուրճը, որովհետև առավոտվանից շատ անդուր տրամադրություն ունեմ, չգիտեմ բոլորի տրամադրությունը կախված սուրճից, թե ես եմ արդեն մի տարի տառապում այս կախվածությամբ, բայց ոչ ամեն օր, բայց շատ օրեր իմ տրամադրությունը լիովին կախված է սուրճից, այսինքն սուրճից առաջ և սուրճից հետո երկու լրիվ տարբեր մարդկանց հետ եք գործ ունենում։ Հիմա ահա որ տրամադրություն, չգիտեմ, շատ արագ տրամադրություն, պետք է ստասել լցնել, մի քիչ, ոչ շատ։ Okay, հեսա շուտով կստուգենք տարբերությունը, ազդեցությունը կտեսնենք։ Ու գրեթե միշտ նույն բանն եմ վերցնում, այս կասկադի մասնաճյուղը պրեպայի, այնտեղի բարիստան, այնտեղի տղան, ինձ դռնից տեսնում է, արդեն ասում է, սար ամերիկանո, սիրոպ առանձին, ասում եմ, այո, շնորհակալություն, ճանաչեցիք ինձ, այդ ես եմ, շնորհակալություն, իրական լավ սպասարկում է, պոզիտիվ սպասարկում է, շատ ազդում է հաճախորդների վրա, ու հայկական շուկայում ցավոք սրտի դա վերջերս եմ հասկացել, վերջերս ասելով, այսինքն վերջին մի քանի տարին ավելի երիտասարդ սերունդը ու երիտասարդների կողմից բացված բիզնեսները շատ ազդում է, օրինակ ինձ վրա էլ, ես եթե միտեղ գնամ, ու կարևոր չի դա պարտադիր չի լինի ռեստորան կամ սրճարան, որևէ ուրիշ սպասարկման ոլորտ, եթե նույնիսկ ինչ-որ բան ինձ այնտեղ դուրս չի եկել, բայց սպասարկումը եղել է շատ լավը, այդքան դրական էներգիա են տվել, լավ վերաբերմունք են ցուցաբերել, ոչ ձևական, ոչ սենց պրիտրնի ինչ-որ ձևերով, բայց իսկապես շատ գրագետ այդ ամեն ինչը շատ լավ արվել է, ես հակված եմ երկրորդ անգամ նույն տեղը գնալ ու նորից ինչ-որ մի բան փորձել, այդ հնարավորությունը փոխադարձ տալով, որովհետև այդ աստիճան լավ միջավայր ձևավորել են կարողացել։ Ու հակառակը, եթե ամեն ինչ լինի հոյակապ, բայց սպասարկումը լինի վատ, երբեք այդ տեղը էլ ոտք չեմ դնի, որովհետև իմ վրա այդ վատ էներգիան, ինչ-որ անդուր ատմոսֆերաները շատ ազդում են, կոտրում են իմ վայբը։ No! You threw off my groove! I'm sorry, but you've thrown off the Emperor's groove.
Լավ, ինչի համար ենք հավաքվել։ Շուտով հնարավորություն եք ունենալու Թենիսի ակադեմիան գնել ամբողջության։ Ընդհանրապես ես մի քանի շատ լավ հայտարարություններ ունեմ անելու մոտ ապագայում, բայց դեռևս ով որ կնայի վլոգը կիմանա, որ շատ շուտով լինելու է նախավաճառք ու այսօրվա գործերիցս ամենակարևորը ավարտել նախավաճառքի էջի դիզայնը ու տեքստերը, ուղարկել դա Lit Archive-ի թիմին, իրանք այդ ամեն ինչը ավելի կհղկեն, կբարելավեն ու կսկսեն աշխատել արդեն վեբսայթը սարքելու վրա։ Եվ ես չտեմ այս վիդեոն երբ կմոնտաժեմ, բայց պետք է ամեն ինչ անեմ, որ մինչև այդ վեբսայթի պատրաստ լինելը նախ դիտեք այս վլոգը։ I have no freaking idea if that's possible at all. Նախավաճառքի ընթացքում կարողանալու եք գիրքը ձեռք բերել շատ ավելի էժան գնով, քան հետո եթե ձեռք բերեք գլուխ առ գլուխ, որովհետև վեպը դուրս է գալու ընթացիկ, ես գրելու եմ ու ընթացիկ գլուխները հրապարակվելու են, ու այդ տարբերակով գնել գլուխները շատ ավելի համեմատած նախավաճառքի ավելի մեծ գումար լինելու։ Դրա համար եթե հետաքրքրված եք վեպով, Թենիսի ակադեմիայով ու գիտեք, որ ապագայում գնելու եք, նախավաճառքը հոյակապ տարբերակ է ու նախավաճառքը նաև ունենալու է բոնուսներ, այնպես որ ուշադիր եղեք, հետևեք Instagram-ում, իմ story-ներին, որ տեսնեք երբ նախավաճառքի վեբսայթը հրապարակվում, այնտեղ էլ արդեն կտեսնեք, թե ինչ բոնուսներ եք ունենալու, եթե գիրքը գնեք։ Մի քիչ կաշխատեմ տանից, հետո կգնամ դրսում կաշխատեմ։ Այսօր անպայման պետք է վերջացնեմ ու հանձնեմ, որովհետև ժամանակ չունենք փորձնելու։ Ու ընդհանրապես եթե ուզում եք No, don't do that. Please. Եթե ուզում եք տեսնել, թե ես ոնց եմ գրում վեպը, ոնց եմ զբաղվում դրա հրապարակմամբ, ոնց է դա մեծանում, տարածվում, զարգանում, հետևեք անպայման այս YouTube-ի ալիքին, կտեսնեք նոր հրապարակումներ, կտեղեկանաք բոլոր նորություններից, ու ընդհանրապես ակտիվ եղեք մեկնաբանություններում, գրեք, եկեք խոսանք, ստեղծենք ինչ-որ համայնք, բոլոր նրանց համար, ում հետաքրքիր է ժամանակակից գրողի կյանքը, ոնց է մարդ գիրք գրում, ոնց այդ գիրքը հասցնում իր հանդիսատեսին։ Եվ իհարկե արդեն տեսել եք իմ ալիքի վրա կա նաև կրթական նյութեր։ Ես դեռ չգիտեմ ալիքումս ինչ հաճախականությամբ եւ ինչ կատեգորիայի վիդեոներ եմ հասցնելու անել, բայց կարևոր կատեգորիաներից մեկը, որի համար այս ալիքը ակտիվացրել եմ, ձեզ այս ճանապարհորդության մաս դարձնելն է։ Այսինքն ձեզ ցույց տալ, թե ինչ է նշանակում այսօր Հայաստանում լինել գրող, գրել ու այդ ամեն ինչը դուք տեսնեք ոչ թե արդեն վերջում հրատարակվելուց հետո, այլ մաս դառնաք ստեղծման։ Հետևեք ինձ ստեղծման process-ում։ Այնպես որ միացեք։ Թարամ։ Այս բանը սրա վրա եմ աշխատում, սա իհարկե նախնական վիզուալներն են, նախնական տեսքն է, չգիտեմ որ մասը եւ ինչքանով է փոխվելու, բայց այս բանը ունենք սա պատմությունը, թե ինչի մասին է գիրքը, ինչի մասին է վեպը, հետո ծանոթանում ես կերպարներին, Ապրիլը, Աքսելը, Էվելինը, Արամը, իդեպ ինձ շատ հետաքրքիր է MBTI-ին ինչքանով եք ծանոթ։ Անպայման մեկնաբանությունների մեջ ինձ ասեք, ծանոթացած ես MBTI-ը, թե չէ, որովհետև այս բանը ես դեռ չեմ հասկանում մեր հայկական շուկայում ընթերցողները ինչքանով են տեղյակ MBTI-ից։ Որոշները ընդհանրապես տեղյակ չեն, որոշներն էլ լրիվ իրենց համար սովորական բան է, որովհետև նաև դրսի մարքետում շատ տարածված է կերպարներին MBTI-ով եւս նկարագրելը ու ոնց որ միջազգային ընթերցողների համար սա շատ կարևոր տվյալ է, որ իրենք ավելի լավ հասկանան կերպարին, բայց ես դեռևս չգիտեմ մեր հայկական շուկայում ինչքանով է սա
տարածված։ Այնպես որ եթե դուք MBTI գիտեք, անպայման գրեք, եթե չգիտեք, նորից գրեք, որ չգիտեք այդ ինչա։ Եկեք հասկանանք, թե մեր մոտ ոնց է MBTI-ը մեր հայկական շուկայում։ Որոշ հատվածներ նովելից, ակադեմիային եք հետո ծանոթանում, իհարկե սա ոչ ամբողջական ակադեմիան է, կորտերն են, դրսի ֆիթնեսի հատվածն է, փակ ջիմը, կաֆետերիան, լողավազանը, մնացած հատվածներին արդեն երբ որ տեքստը կարդաք կծանոթանաք, թե ոչ ինչ մասեր ունի ակադեմիան։ Դե կենսագրությունս եւ փոքրիկ նամակ ընթերցողի համար իմ կողմից դեռևս այսքան է։ Տեսնենք ինչա դառնալու։ Ու հա, տեքստերը սպահին անգլերեն են ինչ-որ տեսակ, բայց հիմա հենց հիմա աշխատում եմ հայերեն տեքստերի վրա։ Ինքս թենիս չեմ խաղում, բայց մանկուց սպունգի պես ներծծել եմ եղբորս սերը դրա հանդեպ։ Գիտեմ թենիսի տարօրինակ մենությունը, այն կարգապահությունը, որը ոչ ոք չի տեսնում, եւ թե ինչքան բան կարող ես տալ երազանքիդ, երբեք չիմանալով, այն փոխադարձել որևէ բան կտա, թե ոչ։ Երբեք չիմանալով։ Արդյոք այն քեզ փոխադարձի։ Այսօք այն փոխադարձ քեզ, այսօք այն քեզ փոխադարձ որևէ բան կտա, թե ոչ։ Ոչի։ Արդյոք այն քեզ փոխադարձ որևէ բան կտա։ Գիտեմ թենիսի տարօրինակ մենությունը, այն կարգապահությունը, որը ոչ ոք չի տեսնում, եւ թե ինչքան բան կարող ես տալ երազանքիդ, երբեք չիմանալով, արդյոք այն քեզ փոխադարձ որևէ բան կտա։ Սա առաջին կայծն էր։ Հետո ինձ մոտ եկան ապրիլն ու աքսերը։ Հաճախ հերոսներին պետք է ստացել շրջանշեր։ Դրում ես նրանց անունատոց, հետո անցյալը։ Ահեր, ցանկություններ, վերքեր։ Հաճախ հերոսներին պետք է ստացել շերտ առ շերտ։ Փնտրում ես նրանց անունը, բացահայտում անցյալը։ Վախեր, ցանկություններ ու վերքեր ես տալիս նրանց։ Այս երկուսի դեպքում այլ էր։ Իրապ ձեզ միանգամից ցույց տամ նկարելուն զուգահեռ միանգամից գցում եմ airdrop եմ անում այս վիդեոները ու ոնց տեսնում եք այստեղ վերնագրեր եմ դնում, որ արագ հասկանամ, որ վիդեոն ինչի մասին է։ Այս ինչի համար եմ անում, որովհետև քանի հիշողությունս թարմ է, սիրում եմ նույն պահին կազմակերպչական գործողությունները անել, այսինքն այդ վերնագրերը գրելը, դասավորելը ճիշտ ֆոլդերի մեջ գցելը, հետո դա դնելը այն դիսկի մեջ, որտեղից հետո պետք է մոնտաժ անեմ, այս ամեն ինչը իրականում այս պահին տևում է 3-ից 5 րոպե, բայց ապագայում խնայում է շատ ավելի շատ ժամանակ, որովհետև երբ որ ես օրվա մեջ ունեմ 50 task, այդ task-երին զուգահեռ մտապահել, որ հիշի, որ այս վիդեոները սրա մասին են, որ հետո գցես ըստեղ անհնար է, չես հիշելու։ Ես ինչ եմ անում, սովորաբար գրում եմ, թե ինչ պետք է անեմ, բայց օրինակ այսօր օրվա գոնե այս հատվածում իդեալական workflow եղավ, այսինքն ես նույն պահին կարողացա արդեն իսկ ձայնագրած հատվածները, արդեն իսկ նկարած հատվածները տեղափոխել դիսկի մեջ, միշտ չի ստացվում, հաճախ լինում է, որ այնքան խիտ է գրաֆիկը, որ ստիպված ես թողնելը կամ օրվա վերջում անել, կամ մի հատ առանձին օր դրան հատկացնել, բայց եթե հնարավոր է այդ նույն պահին այդ 5 րոպեն գտնել, դառնում է իդեալական workflow ու ապագայում շատ ավելի մեծ ժամանակ եմ խնայում, որովհետև առաջին 3-4 վայրկյանից այդ վիդեոյի ես մի քանի օր հետո չեմ հիշում ինչի մասին է, պետք է ավելի երկար նայեմ, որ հետո վերնագրեմ, իսկ վերնագրելը ինձ համար կարևոր է, որ հետո մոնտաժային ծրագրի ներսում ես հասկանամ, որ կլիպը ինչի մասին է, ճիշտ հերթական չդնեմ վիդեոն play տամ, նայեմ ինչի մասին է, միանգամից ինձ վերնագիրը ասում է այդ ինչի մասին է։ Այդպես, եթե առնչվում եք, content եք ստեղծում, վիդեոներ եք ստեղծում եւ այլն, ձեզ ասեմ, թե ես ոնց եմ նախընտրում անել, միշտ չի ստացվում, ցավոք սրտի, բայց սա կատարյալ տարբերակն է, նույն պահին եղածը դատարկել, վերնագրել, պատրաստել, թվագրել ու արդեն մոնտաժ անելուց խնդիր չունենալ։ Նույնիսկ եթե օրվա մի մասում է դա ստացվում անել, մի մասը գործի արված է, հետո հետագայում անելիքը կրճատվում է։ Էլի win-win։
Okay, գնում ենք փոխենք ու տնից գնանք դրսում աշխատել։ Okay, ես վերադարձել եմ, բայց ահա որ շտապում եմ, որովհետև 2 րոպեից պետք է միանամ Zoom call-ի իմ վերջին mentorship-ի call-ն է լինելու Creative Armenia-ի fellowship-ի շրջանակներում իմ վերջին mentorship-ն է։ Այսինքն հիմա պետք է արագ նստեմ ու միանամ այդ զանգին։ Thank you so much, Lex, for joining this call. You're interacting with different groups of people, and you're in the case of the way that we kind of use design thinking is we use it as kind of almost like an ethnography kind of process where you're surfacing what might be kind of at the core of something. Like how you build MVPs, testing fast, failing fast, understanding fast, and then reiterating, and understanding what the users want, what your audience wants, and then Okay, եկեք vlog-ի ավարտին ձեզ պատմեմ իմ mentorship-ից։ Ոնց անցավ։ Ժամը 10 անցավ։ Եկամ շատ հոգնած եմ, որովհետև ամբողջ օր աշխատել եմ։ Ու վերջում վազեցի, որ այս call-ը անեի, անավմուկ միջավայր էր պետք։ Բայց շատ լավն էր mentorship-ը։ Այս վերջին mentorship-ն էր Creative Armenia-ի fellowship-ի շրջանակում։ Ինձ համար ընտրել էին Lance Weiler-ին որպես mentor եւ եթե կարող եք նայեք ով է, բայց կարճ ասեմ համ filmmaker-ը համ աշխատում է digital storytelling-ի մեջ, gaming-ի էլեմենտներ, escape room-ի կամ այլ շատ ինստալացիոն փորձառություններ է ստեղծում, տենց ինտերակտիվ ծրագրեր է անում ու շատ հետաքրքիր ստեղծագործական տրայեկտորիա ունի
եւ այդ իմաստով օրինակ digital storytelling-ի տեխնոլոգիան եւ storytelling-ը կապելու այդ իմաստով կարծում եմ որ հոյակապ ընտրություններ, քանի որ իմ պրոյեկտը, որը անում եմ fellowship-ի ընթացքում զարգացնում եմ, կապված է այս աշխարհների հետ։ Ու մտածում եմ ձեզ մի երկու բան պատմեմ, ինչից խոսեց, հետաքրքիր էր, որովհետեւ զանգի սկզբում վիդեոկոլի սկզբում մի քանի մտածողության framework-ներ տվեց, հետո նոր կենտրոնացանք իմ գործի ու իմ հարցերի վրա։ Այսինքն այդ framework-ները որ տվեց, նախատեսել էր նրա համար, որ ինձ կօգնեն առհասարակ ոնց մտածել, ոնց դիզայն անել, ոնց մոտենալ prototype-ին, testing-ին, ընդհանրապես ինչ ձև մտածել պրոյեկտի մասին, ցենց ընդհանուր կարելի ասել մի հատ Ոչ ասեմ դասախոսություն, բայց լիքը ինսայթներ տվեց այդ առումով, հետո արդեն կենտրոնացանք ու իմ պրոյեկտի որոշ շերտեր քննարկեցինք։ Framework-ներից մեկը կոչվում է design thinking process, Stanford-ի դպրոցում է մշակվել, ու կարող եք search անել այդ step-երը տեսնել, թե ինչ մոտեցում է քո գործին, ոնց է սկսվում ու ոնց է ստանում այդ ոնց է design անում նախ մտածողությամբ, հետո պրոտոտիպով, հա, մի խոսքով լայք հետաքրքիր է, մի քանի framework-ներ տվեց, բայց այս մեկը ինձ շատ դուր եկավ, MDA, M mechanics, D dynamics, A aesthetics, mechanics-ը այն օրենքներն են, այն կանոններն են, որոնք որ պրոյեկտը ստեղծելուց, այդ պրոյեկտի մեջ ներդնում ես, այսինքն թե ոնց ես ուզում, որ քո պրոյեկտի հետ մարդիկ ինչ ձևի առնչվեն, ինչ interaction-ներ ունենան, եւ դրանից բխում է այն ինչ որ ինքը ասած playful behavior-ը, այն խաղը, այսինքն խաղի կանոններից բխում է այն խաղային վարքը, որը կոչվում է dynamics, այսինքն ինչ ձևի են խաղում, ինչ ստրատեգիաներ են օգտագործում, որ ասենք խաղ, այդ կարող է պարտադիր չի որ լինի game, պարտադիր չի որ լինի հենց խաղ հասկանաք, այսինքն դա կարող է լինի ինչ որ վիդեոյի հետ ինտերակցիա, բայց ինչ որ դու հասկանաս ինչ վարքագիծ է ստեղծում այդ ինտերակցիան քո գործի հետ։ Եվ երրորդը, այսինքն playful behavior-ը որ ստեղծվում է, դրանից է բխում է այն զգացողությունը, այն էմոցիան, որը քո գործը ծնում է։ Շատ հետաքրքիր է, այսինքն վերջում դու ինչ էմոցիաներ ես տալիս քո հանդիսատեսին կամ սպառողին։ Եվ հետևաբար պետք է այս երեք կետերի մասին մտածես, որովհետև կարող է դու ստեղծես նենց կանոններ, նենց պայմաններ, որ տաս նենց էմոցիա, որ չէիր ուզում տայր։ Միգուցե մտածես ինչ էմոցիա ես ուզում տաս, ինչ feeling-ներ ես ուզում, որ ինքը վեր կան հետո գնա, ըստ դրա նաև հասկանաս ճիշտ ես այդ կանոնները կազմել, այդ interaction-ի սկզբունքները ճիշտ ես մշակել կամ ճիշտ ես հաղորդել։ Մի խոսքով այս ահագին հետաքրքիր էր ու մտածելու ահագին բան տվեց ինձ, հետո նաև արդեն խոսացինք իմ հաջորդ քայլերի մասին, որը այս պրոյեկտը դեռ փակ է, դրա մասին չեմ խոսում հանրայնորեն, երբ որ ժամանակը գա կխոսեմ, բայց տենց մշակվում է քիչ-քիչ։ Այսքանն է, ես արդեն իմ օրը ավարտված է, ես էլի վիճակի չեմ ոչ խոսել, ոչ շարժվել։ Դե բաժանորդագրվեք ու կտեսնեմ ձեզ մյուս վլոգում, կամ մյուս վիդեոյում, կամ մյուս short-ում, կամ մյուս reel-ում, ամենտեղ։ Միացեք, ինձ հետ եղեք, շատ հետաքրքիր ճամփորդություն եմ սպասվում։